Նախանի ջան, քեզի առանձնահատուկ շնորհակալություն, որ այսպես արագ արձագանքեցիր, քանի որ մենք կարելի ասել է աղմկում եմ քանի օր է բոլոր լրատվականներին, բայց արձագանքը մենակ քեզանից եւ մեր քո ճանաչած բոլոր ընկերներից եղավ։ Ուրեմն ես անձամբ Հովհաննիսյան Գագիկին ոչ բարեկամ եմ, ոչ 100 տարի եմ ճանաչում, ես 22 թվականի շորժայի դեպքերից եմ ճանաչել առաջի անգամ, որից հետո տեսնելով, իմանալով ով է ես, որպես հայրենասեր տղա, որպես ազգասեր մարդ կարող եմ այսպես ասել, մենք այսօր պաշտում ենք մեր հերոսներին, Վազգենին, Մոնտեին, Հովազին եւ բոլոր այն հերոսներին, որ մեծարում ենք, բայց բախտի բերմամբ կյանքի օրոք չեն նկարահանել երևի ֆիլմեր ողջ հերոսների մասին, բայց որպես ես ազգասեր մարդ բոլոր հայերին կասեմ Անի ջան, ինձի համար Մոնտեից, Վազգենից, Հովազից միայնակ կայլից եւ բոլոր մեր հերոսներից ոչ պակաս լեգենդ է նստած ու մենք բախտ ունենք, որ մեր լեգենդը այսօր մեր կողքին է ու կարող է հանձինս ինձ ես բոլոր խորհուրդ խրատների համար վերաբերյալ երգիր, բանակ, պատերազմ եւ այլն ամեն մարդու չհարցնելով իմ ավակ ընկերոջ, իմ մարդական ավակ ընկերոջը ամեն հարցում խորհուրդ ուղղություն եմ խնդրում, որովհետեւ ոտքս քարին չտիպչի ու այսօր այս մեր լեգենդին, որ եթե այսօր զարգում են այն տանից այն որի համար ինքը այսօր իր ամբողջ կյանքը թողել է Արևելյան համալսարան, որ կարող էր այսօր 12 լեզուներ իմանալ եւ նախարար լիներ, եւ վարչապետ լիներ կամ գործարար լիներ եւ օգներ բոլորին, բայց ինքը չի կարող իր այս առողջական բոլոր խնդիրներով անգամ հանրության մեջ շփվել, որովհետեւ իր հոգեվիճակները խանգարված են մեր բոլորի պատճառով։ Ես իմ թորների հետ եմ սաղոր իմ ծառ-ծաղիկների հետ։ Մի հատ թոշակ եմ ստանում, գալիս եմ ես իմ հայացը, օրը մի բանով զբաղվում եմ։ Եկան ծառ-ծաղիկ եմ տնկել, ոչ մեկ այդքան չունի։ Ես վայելում եմ այդ իմ թորների հետ ուզում եմ վայելեմ, ապրեմ, չեմ հասկանում։ Ես սխալ քայլ եմ անում։ Ոչ էթում եմ ցույցերի, ոչ էթում եմ բողոքելու, ոչ մեկից ոչ մի բան չեմ ուզել։ Իմացել եմ իմ պետությունն ունեմ, իմ նախարարությունն ունեմ, ես պաշտպանության նախարարության պատերազմի մասնակից հաշվանդամ եմ։ Եթե Հայաստանի Հանրապետությունը չի կամենում, ինքը եզակի արտոնյալ է, կարող է կան եւ տարբեր հերոսներ, բայց կան եզակի արտոնյալներ, ինքը նախահայրերից է Հայաստանի Հանրապետության, ով ստեղծել է Վասիլյան Ռազմիկի հետ առաջին ազատամարտիկներից է, երբ չի եղել ոչ պետություն, ոչ երկրապահ, ոչ աշխարհազոր, ոչինչ չի եղել են իրանք իրանց ազգասեր, թողել են կյանքը, ամեն ինչը նվիրել են պետությանը մեզ բոլորիս։ Եթե պետությունն էլ չի կամենում հոգ տանել նման լեգենդների մասին, ապա թող բարի լինի վերադարձնել ընտրված առողջությունը, ընտրված հոգեվիճակները, ու Հովհաննիսյան Գագիկը ոչ միայն այդ պարտքերը կփակի, այլ նաև հայության մի որոշ մասի պարտքերը կփակի, որտեղ ինքը ազգասեր մարդ է։ Բայց եթե մեր ընկերը տվել է իր ամեն ինչը ու իր ընտանիքը բոլորը, ինքը պատերազմի կոնտուզիաներ է տալ, բայց այս հերոսացին հերոսները, ովքեր հերոսի վերածնունդներ են, իր հետ միասին այդ պատերազմի կոնտուզիաները հասել են, ու այս ընտանիքը ամբողջը կարելի ասել, մեր ազգի, մեր հայրենիքի համար բոլորը կոնտուզիաներ ունեն, սկսած են երեխաներից։ Ու այսօր այս ընտանիքին, այս արտոնյալ ընտանիքին ոչ մի դադավոր, ոչ մեկ իրավունք չունի։ Եթե կան մանդատավորներ, ովքեր այսօր են մանդատ ստացել, Հովհաննիսյան Գագիկը 25 տարի առաջ այդ մանդատը զենքով ու իր արունով ձեռք է բերել։ Այնպես որ կխնդրենք, որ բոլորը արձագանքեն, էսի ոչ քաղաքական խնդիր է, էսի ոչ կուսակցական, էսի սրբության խնդիր է, որովհետև պետություն, ղեկավար, ովքեր հերոս չեն բանակից եկել եմ 22 տարեկան, մասնակցել եմ պատերազմի, մինչև այսօր 59 տարեկան եմ։ Գյումրիից արդեն մի շաբաթ է այստեղ եմ եկել, հեշտապահենք մեր ընկերոջ կողքը, որ չխելագարվի, հետո բան չկատարվի, արդեն հասնել ենք այս վիճակին։ Իսկ այսօր ԴՀԿ-ի ծառայողները ինչ էին ասում։ ԴՀԿ-ի ծառայողները ասում են մենք ենթակա մարմին ենք, մենք էլ ենք հասկանում, որ ենթակա ենք, ամենահնարավորության դեպքում չեն կարող մեզ օգնել, ընդամենը երկարացրեցին ժամկետը, որովհետեւ մենք քանի օրով են երկարացրել։ Սով ավելացրեցին 15-ը կարճեն ինչ որ ընթացքում ոնց ասեց այդ ԴՀԿ-ը տադական հայցով կասեցնեն նախ ԴՀԿ-ն հետո լուզեն բոլոր հարցերը Իսկ իրավապաշտպան կա, որ զբաղվում է ձեր հարցերով։ Նոր ենք սկսել այս ամեն ինչը
Այս նոր ենք սկսել ամեն ինչը, բայց մենք շատ ընկերներ ունենք, ինչպես Անի ջան, դու ես մեր ընկերը արձագանքեցիր, ես վստահ եմ, որ նաև մեր դիտող ընկերները մեզ ճանաչում են եւ մեր իրավաբանները եւ լավ ընկերը նաև նստած, որ իրավագետ է, մենք այդ հարցին լրջորեն, բայց բոլորի վերահսկողությամբ, սա առաջնահերթ ղեկավարության, կառավարությունից մինչև նախարարի վերահսկողության տակ պիտի լինի, որովհետեւ սա այլ ընթացք չտանա։ Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր ընկերոջ տունը։ Մենք չենք այստեղից մի քայլ անգամ դուրս գա, այսի մեր Թույլ չեք տալու, որպեսզի հանեն դուրս։ Մենք եթե թույլ չենք տալիս, չգիտեմ, այս մարդը շորժայի սարերին 3 ամիս այդ ծանը ասում էինք, աղբես ջան, արի կյանք տուն, չէ, պետք է մնամ 3 ամիս այդ սարերից վար չի ճա, եթե այս մարդը շորժայի սարերը կպայեր ու մենք բոլորս, ուրեմն մեր հերոս ընկերոջ տունը բոլոր հերոսներով կպայենք։ Բայց մենք խնդրենք մեր կառավարությանը, ինչի եք մեզի հասցրել սադրանքների, այս մարդուն աջակցեք, այս մարդը արտոնյալ մարդ է, ու մի քսարդեք մեզ հոգ, մենք բոլորս էլ հաշվառված ենք, բոլորս, ոչ մենակ Հովհաննիսյան Գագիկը, մենք բոլորս մարդական ընկերներով այս երկրի իրավիճակի շնորհիվ հաշվառված ենք հոգեկան առողջը։ Էդի օրենքներն էլ ասում կանտուզիա։ Այս իրավես մարդը 20 թվից հետո մինչ ամեն սեպտեմբերի 27-ը գալիս է, սեպտեմբերի 28-ից հիշողությունները սկսվում է կամ բադ Պազիկյանի հետ եւ այլն ու այդ օրերը վերաբրում է ամեն տարի 2 անգամ ինքը 20 թվից էսկոմ այդ ամեն ինչը ամեն օր ապրում է այս տանեցիները իր հետ են ապրել այդ ամեն ինչը ես եմ ագանատեսն եղել թե մարտիկ բայց հանուն հայրենիք է այս մարդը այս ամեն ինչը հասկացել է որ տառապանքը նաեւ ընտանիքի համար է ընտանիքն էլ են տունել այդ տառապանքները տարապել են ու մեծ սիրով ոչ մեկի էլ երեսով չեն տվել ինչպես այսօր շատերը մենք ոչ մեկի ինչ օրս իմ հետ շփվելով հավասարի հետ է շփվում ավակ ընկերս հաշվի չառնելով իր առավելությունը 20 թվին 6400 երեխու որ խփեցին ծաղելի մեր երեխեքները ես երբեք տարբերություն չեմ դրել այսօր որ ես քաղաք եմ բարձրանում այն ուրիշի մայրիկները հանդիպում են ինձ փաթաթում են ցավը տանեմ Գագոջան ասում այ որ Գուրջան ուր ես քեզ ճանա իմ տղային դու փրկել ես եղնիկներում Ես չեմ իմանում ում հետ Արմենան լիքի սաղել իմ երեխեքներն եղել ճիշտ է չողնելա լավ ինչ ճանաչում բոլորն էլ ինձ լավ են ճանաչում մեր նախարարները ինչ չի թվում այդքան ընթացք կդան ինչ-որ դատական իրավաբան չարեն կամ Ես ճիշտ հասկացա, չկա իրավապաշտպան, որը ձեր գործով զբաղվում է կան, բայց ինչ չի թվում Ներողություն հետո մի րոպե ես ասեմ դուք ասեցելի Վարդան ջան այս լուսաբանելուց հետո ինչ չի թվում պաշտպանության նախարարը ինչ չկանչի կամ մեր վարչապետը իմ հարցի հետ խնդիր դրական հարցի լուծում չտան ինչ չի թվում